ուրեմն այսօր Հայաստանում ասենք սկզբի լիդերները այսօր որոնք ընտրության են ուզում մասնակցեն, ես համեմատեցի էդի երկու գլխանի արծիվի հետ, մի գլուխը Ռոբերտ Քոչարյանն է, մի գլուխը Սամվել Կարապետյանն է։ Դա հետո դառնալու է երեք գլխանի վիշապ, կմիանա Գագիկ Ծառուկյանի թիմը, հետո այդ վիշապը կունենա պոչ, ձեռքեր, պրոքսի կազմակերպություններ, ռուսական, որոնք ուզում են մեր երկիրը տանեն, սարքեն Ռուսաստանի օբլաստ։ Դա ակնհայտ պարզ է ու ով ասում է, հա շամ դուքում եք պետք ձեզ Ռուսաստանը շանտեղ չի դնի, ձեզ չի միացնի, նման տերմինոլոգիա կար, երբ որ Ուկրաինային էր վերաբերվում, սակայն մենք տեսանք, այո, Ռուսաստանի երազանքն է մեզ միաձուլի սարքի իր երկրի ոչ թե սովետական նման հանրապետություն, այ օբլաստ սարքի պրսնի։ Այսօր Ռուսաստանում Պասոլստվայ մի հատ հայկական դպրոց կա, Կիրակի օրն է աշխատում, ժամը 9-ին է, կարծեմ թե 8:30-ա չեմ հիշում։ Ես իմ աղջկան տանում էի, հնարավոր չէր, որտեղ գնալու համար այդ դպրոցը պիտի ժամը 6-ին զարթնենք, երեխեն սաղ շաբաթ գնում էր դպրոց ու Կիրակի օրվա դպրոցն է համարել, Կիրակի օրը հանգստյան օր է, պիտի հանգստանար, գնում էինք այդ դպրոց։ Դժվար էր շատ, դրա համար էլ երկար չկարողացան գնալ։ Ինչ եմ ուզում ասեմ, մեկ էլ սենց է, ով Նիկոլի հետ է, էդի կարա գնա, ասենք, Էրդոգանի հետ փաթաթվի, մեկ էլ Ալիևի հետ։ Այսինքն դիրեկտիվաներ են գցած մեր ազգի մեջ։ Չեմ ասում Նիկոլին կյանքի երազանքն է, իհարկե ոչ, ես ազգայնական տղա եմ աշխարհակարգ գաղափարներով, իհարկե կուզենայի, որ լիներ հայկական ոչ աջ կոմյա, ոչ ձախ կոմյա դեպի Ռուսաստան կամ դեպի Եվրոպա, մեծ դրանք ոչ մի բանով իրարից շատ քիչ են տարբերում, պրոստը Եվրոպան ավելի, ասենք, ազատակից երկիր է։ Ես չեմ ուզում իմ երկրում ինտերնետ չլինի, մարդու իրավունքները խախտվի եւ այլ անօրինական երկիր լինի, որը, ասենք, այսօրվա օրով Ռուսաստանն է ու ինքը ֆաշիստական երկիր է իմիջիալոց դառը, սովետական միությունն ու այսօրվա Ռուսաստան դա տարբեր երևույթներ են, քիչ բանով են իրարից տարբերվում, բայց ավելի ագրեսիվ է Ռուսաստանը դառը։ Դրա համար ես կարծում եմ, մենք պիտի մեր ճյուղը ունենանք, բայց այսօր չունենք, իսկ այդ ճյուղը ձևավորելու համար այսօր ակնհայտ է պետքա հնարավորություն տանք իշխող իշխանությանը, որը դեմոկրատական հիմքերով եկել է հասել է ձևավորում է մեր նոր պետական ինստիտուտները, մենք պիտի իրան հնարավորություն տանք։ Մենք պիտի անենց անենք ազգային ժողովում լինեն նոր ուժեր, ես ինքս 2026 թվին, այս տարի, նոր եմ ես Ռուսաստանից եկել, 30 տարի անդրն, 6 ամիս, ես իհարկե այս պարագայում կատեգորիկ դեմ եմ բոլոր են ուժերը, որը ռուսական հետ կա տալի, շատ ցավալի անենց ուժեր կան, որը մտքովը չեր անցնում, բայց խոսում են, բայց քանի որ մենք բոլորս էլ ում որ պետք է ինֆորմացված ենք ու գիտենք, որ ուժերի հետևը ինչ ուժեր են կանոնած, ովքեր են ֆինանսավորում այդ ուժերը, ակնհայտ պարզ է լինում, որ այսօր քաղաքական վերնախավը, այդ քաղաքական ուժերը, կուսակցությունները 90% պրոռուսական են եւ 90% ռուսական կապիտալով են ֆինանսավորվում։ Դրա համար ես անպայման իմ ընկերների հետ կստեղծեմ կուսակցություն, մենք այս անգամ սատարելու, ես հələ չեմ պարզե ինքս իմ համար, բայց մենք դեմ ենք լինելու բոլոր պրոռուսական ուժերին, բոլոր։ Ես կցանկանայի իհարկե գտնեի այնպիսի համահայկական ուժ,
որը ասենք որը չունի ասենք հետք դեպի Ռուսաստան գնացող, մենք մեծ սիրով կաջակցենք, եթե կա այդպիսի ուժ։ Ես իմ դաշտում տենում եմ մի երկու հատ այդպիսի ուժ, բայց հələ շուտ է իրանց հետ ես բանակցություններ սկսեմ։ Մենք մեր տղեկի հետ, պատերազմի մասնակիցների հետ, իմ զինակից եղբայրների հետ արդեն մտածում ենք, որ համահայկական, աշխարհակալ, ազգային դոկտրինայի վրա հիմնված պատմությունը հիշող եւ հայկական տրադիցիաները հիշող, բայց դոմինանտ չսարքող այսօրվա օրով ճկուն քաղաքական մի հատ ուժ ստեղծենք, որտեղ սոցիալական հավասարություն պիտի գոյություն լինի, ոչ թե sense մեծ օլիգարխատ, որ այսօր Ռուսաստանում է, աշխարհի յուրաքանչյուր կետում, ասենք լինի, ասենք Շվեյցարիայի նման, ասենք սոցիալիզմ, ազգային բանակ ունենանք, որ յուրաքանչյուր տղամարդ 18 տարեկան է լռանում է գնում է բանակ ու դրանից հետո ինքը ստանում է զենք, անձնական զենք, այդ զենքը կարող է իր տունը սեյֆում կամ ոստիկանությունում կարող է իր զենքը լինի ու ինքը կոնկրետ գիտի պատերազմի ժամանակ, որ ուրա գնում, որ չասնա գնում, որ ասենք գունդնա գնում, ուրա որտեղ է իր տեղը, ինքը իր խոդով ճգնաժամային պահին կարող է հասնի իր դիրքերը, եթե օֆիցեր է, եթե զինվոր է, ասենք կարելի է կազմակերպել զինվորներին, տեղափոխել յուրաքանչյուրին իր տարածք, որտեղ ինքը իր ծառայությունը կատարի։ Մենք այդպիսի, բայց քանի որ մի քիչ ուշացրել ենք ու հիմա ասենք չենք հասցնի, անպայման մենք սատարելու ենք ու ես կարծում եմ, ընտրելով Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Ծառուկյան Գագիկին, իրանց կուսակցությունները, միևնույն ժամանակ մենք ընտրում ենք Դուգինին, մենք ընտրում ենք Սիմոն Բաղդասարովին, մենք ընտրում ենք Մարգարիտա Սիմոնյանին, մենք ընտրում ենք Շևչենկոին, մենք ընտրում ենք ռուս նացիոնալիստներին եւ վերջով մենք ընտրում ենք այն ուժը, որը եկավ Ղարաբաղ, ամենապրոռուսական հայերը Ղարաբաղցի հայերն են, բոլորիս համար դա պարզ է, դիմավորեցին վարդյական լենտերով, աղու հացով, սակայն լաչինը փայգեցին մարդկանց սովամահի օրը գցեցին, վերջում էլ ասեն, եթե ուզում եք սաղ սալամատ դուրս եկեք, ոնց որ ասում ад գրիխա պադար չէ, դա էլ իրանց ադալժենյան էր, դա։ Ու այսօր մենք թույլ չպիտի տանք, որ նույն բանը կատարվի Հայաստանում։ Այսօր մեզ վախացնում են, եթե այն թևերը ընտրեք ոչ ռուսական, գենոցիդ կլինի, ադրբեջանցիները Թուրքիայի հետ կհասնեն, այսինքն միակ վարիանտը պիտի Ռուսաստանի օբլաստ դառնաս, ուրիշ ելք չկա, եթե Ռուսաստանի օբլաստ չդառնաս, ուրեմն դու ակնհայտ դառնում ես Թուրքիայի վիոլետ։ Էդ են այսօր մեզ ասում, ես չգիտեմ իշկանով այդի ճիշտ, Աստված մենակ գիտի, դրանցից որը կլինենք, իհարկե հայ ազգի մեծամասնությունը կուզենամ, որ մենք լինենք անկախ երկիր, սուվերեն երկիր, մեր իրավունքներով, մեր ամեն ինչով, բայց ես ոնց որ ասում եմ, այս բազմավեկտորային ուժերի մեջ, որտեղ այսօր Միացյալ Նահանգներն է, եվրոպական երկրներն են, հատկապես Ֆրանսիան ու Գերմանիան, Չինաստանն է, Հնդկաստանն է, մենք պիտի մեր տեղը գտնենք ու ես կարծում եմ, մենք պիտի դոկտրինա ունենանք, զինվորական դոկտրինա, որտեղ մեր հայկական շահերը լավագույն ձևով հաշվի առնվելու,
Մենք կարծում էինք այդ դոկտրինան Ռուսաստանի հետ է, սակայն երբ որ պահ եկավ, Ռուսաստանը ասաց, ես չգիտեմ ձեր սահմանները որտեղ է սկսում եւ որտեղ է պրծնում։ Դուք պարզեք, նոր մենք ձեր հետ կխոսենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը քարտեզա նկարել է, մեխելա։ Գիտեք ինչ է նման։ Տիգրան Մեծի ժամանակ մենք sense մեծ վերելք ենք ունեցել ամենավերևի կետը, հետո sense մենք իջել ենք ամենաներքևի կետը։ Ստե հիմա այս ամենաներքևի կետում Նիկոլ Փաշինյանը այդ քարտեզը մեխել է։ Եթե չմեխեր, մենք երևի իներցիայով, ֆիզիկայի օրենքներով իջնելու էինք։ Մեխել է։ Հիմա մենք պիտի երկար այսպես ուղիղ գնանք, մենք ուղիղ գնալու ճանապարհ ունենք, մենք պիտի ազգային պետություն ստեղծելով մեծամասամբ մարդկանցով լրացնենք մեր պետական համակարգը, այսօր այդ պետական համակարգը սպասարկում է 3 միլիոն, լավ կլինի, որ վաղը դա դառնա 10 միլիոն, 15 միլիոն, բնականաբար ինչքան մեծանա այդ մասսան, այդ կշիռը, այդքան պետական համակարգը պիտի մեծանա, ու ես կարծում եմ յուրաքանչյուր հայ, որը պետականամետ է, լավ սովորում է, պիտի մտնի այդ պետական մեխանիզմի մեջ, որը մենք նոր ենք ստեղծում, այդ պետական մեխանիզմի մեջ, որում ոստիկանները, այս ոստիկանները, որ մենք ունենք, դա սովետական միության տրադիցիաների վրա դաստիարակված միլիցեքներ, որ ոստիկան են դարել, այդ ոստիկաններին պետք է ուղարկել ստաժիրովկա, Ավստրիա, Գերմանիա, Միացյալ Նահանգներ, իրանք պիտի ստանան կվալիֆիկացիա, այսօր ես միտինգի, որ Սամվել Կարապետյանի միտինգները, ահագին թերություններ տեսա, մենք вообще շատ թերություններ ունենք, ես քանի որ շատ եմ ռուսացիում, մեր аэроպորտը մտնում ես, ոնց որ հաշվի առված չի, որ մեր կողքը պատերազմ է, Իրանում պատերազմ է, ոչ մի հատ տուրնիկետ չկա, Մոսկվայում տեղեր կա մետրոներում այդ տուրնիկետները դրած, aeroport մտնելուց պիտի տուրնիկետ լինի, բա կարող է մեկը բոմբա տանում, խոսքի օրինակ, յուրաքանչյուր հավաք պիտի տուրնիկետ լինի, ոստիկանությունը ժողովրդից տարբերվում էր մենակ այն պատճառով, որ ինքը հագնված էր գրաժդանսկի շորերին շատ մոտ, գրած էր ոստիկանություն, պոլիցիա, հա, գույնը ասենք 5-ից մեկը ունենա էպիկիրովկա, դուբինկայա, զենքա, բրոնեժիլետա, կասկայա, 5-ից մեկը չեմ ասում բոլորը, գույնը 5-ից մեկը, 5-ից մեկը ունենա այդ եվրոպական գիտելիքներ, Եվրոպան, Գերմանիան, եթե մեկը վատ ազգում, առաջինը վազում է ոստիկանություն, դաժե եթե հիվանդ է, ընդեղ է իր փրկությունը գտնում, իսկ մեր մոտ ոստիկանությունը կոպիտ ասած մեծամասնության մոտ, ըստ հին տրադիցիաներով, բոբոդյաձյայի տպավորություն է ստեղծվում, Գվարդիան ստեղծվել է ոստիկանության, բայց լավ կլինի, ես դիմում եմ այդ գվարդիայի ղեկավարությանը առիթ ունենալով, լավ կլինի ձեր աշխատողներին շուտ պետական ձևով դիմեք դուք ձեր կողմից, որպես այդ կառույցի ղեկավարներ, որ ձեր ոնց որ ասում աշխատակազմը ուղարկվի Էմիրատներ կարելի է, Հունաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, մի քիչ ստաժիրովկա անցնել է պետք, որ մարդիկ մի քիչ ձևափոխեն այդ ստրուկտուրաները, ու ես կարծում եմ ոչ թե մենակ այդ ստրուկտուրաներին է վերաբերվում, նաև ասենք բանկային աֆիցերներին է դա վերաբերվում, նաև դա վերաբերվում է տարբեր ոլորտներում դատախազությանը ինչու չէ որ ստաժիրովկաներ է պետք անցնել,
Բանկային համակարգը պետք է sense մի երկու հատ կնոպկա ունենա, սխմի տենա մարդիկ որտեղից այդ փողերը եկա, որտեղից է ֆինանսավորվում։ Նամանավանդ այն կազմակերպությունները եւ հասարակական եւ քաղաքական, որոնք ուզում են մեր պետության մահը։ Այո, մեր պետության մահը, որոնք ուզում են մեր պետությունը դադարի իր գործունեությունը եւ մենք խնդրենք, որ այլ պետություն գա մեզ փրկի։ Մենք բոլորս գիտենք, որ պետությունն է սովորաբար գալի մեզ փրկում։ Մենք փրկության կարիք չպետք է ունենանք, մենք զարգացման կարիք պետք է ունենանք։ Ու այդ զարգացումը Եվրոպայից է գալի, ոչ մեկ չի ուզում ռուսական լադը կալինա քշի։ Բոլորը ուզում են ճապոնական ավտո քշեն, գերմանական ավտո քշեն։ Իսկ մենք պիտի այդ երկրների հետ ոնց որ ասում եմ լավ հարաբերությունների մեջ մտնենք։ Չինականն է թափով զարգանում։ Մենք շատ անելիքներ ունենք։ Փոխնակ դրա մասին մտածենք, փոխնակ այդ ուժերը, որ երկիրը սենց ներսից պայթասում են, իրար հետ համախմբվել ու մեծացնել երկիրը որ մեծացնեց, ոնց որ ասում այդ կապիտալը որ կա, կապիտալ կա, մեծ կապիտալ կա, Ռոբերտ Քոչարյանի կողքը, մեծ կապիտալ կա, Սերժ Սարգսյանի կողքը, ես կապիտալ ուզում եմ ասեմ, ֆինանսական կապիտալի մասին խոսքը չի, կադրային մեծ կապիտալ ունի, Ռոբերտ Քոչարյանը կադրային մեծ կապիտալ ունի, պիտի գան նստեն մի հատ ընդհանուր սեղանի, եթե մենակ մի պրինցիպն է, մի պրինցիպ պիտի լինի, որ բոլորը ուզում են, որ լինի սուվերեն, անկախ Հայաստան, ու ամեն մեկը մի ոլորտով զբաղվի։ Այդ ոլորտը պիտի հսկող մի կազմակերպություն լինի, միգուցե մոտովրապես, ոնց որ Գերմանիայում SS-ներ խոսքի, այդ մեխանիզմները պետք մտածել, ես չգիտեմ հիմա դրա պատասխանները չունեմ, թե չես կտայ։ Եթե բոլորը համախմբվեն մի հարցի շուրջ, որ ուզում են իրոք տեսնեն հզոր պետություն եւ իրանց տարբերությունը նրա մեջ է, որ իրանք չեն ընդունում այս Հայաստանը, ուզում են Ղարաբաղը մեջը լինի, Արցախը, գիտեք ինչ, ես ուզում եմ, որ Ղարսը լինի, Արցախը լինի, вообще Արցախը չլինի, ամբողջ Ադրբեջանը մեջը լինի Հայաստանի, որտեղ Բաքուրյանին մեր Բաքուն մեր մայրաքաղաքներից մեկն է եղել, Մախաչկալայի բերդերը հայկական են եղել, ես ուզում եմ Կիլիկյան, Մուշը, Զեյթունը, Սեբաստիան, Ամատյան, Թուրքիայի հալալ կեսը եղել է հունական ու հայկական։ Ինքս ես գնում եմ, ոնց որ ունենք Վանալիճ, վերևը կա Թուզլիճ, Անտալիայից վերև Ալանիա հիմա կոչվում այդ քաղաքը, այդ քաղաքը եղել է Հայլանան։ Հայլանա քաղաքն է, Հայլանայից դեպի Թուզ կայսերով ու դեպի Սամսուն պորտը այդ կողմից այլ լրիվ հայկական է եղել։ Բայց դու ո՞նց ես էդի վերցնելու։ Մենք փուչում մեր երկրի համար չկարողացանք պատերազմ վարենք, որտեղ ռուսները մեզ նավոդկա տվին մեզ միջև պատերազմը ծախին ադրբեջանցիների վրա, որտեղ իրենք պրոյեկտ ունեն Թուրքիան, Ադրբեջան, Լենինի ժամանակ է գծել, որ քաշեն մտցնեն իրանք սովետական միության բանի մեջ։ Դրա համար Ադրբեջանը ստեղծել։ Ադրբեջանը իրանց երեխեն է, իրանց հարազատ երեխեն է, մենք իրանց հարազատ երեխեն չենք։ Դրա համար Ադրբեջանը իրանց համար շատ ավելի մոտ է որպես պրոյեկտ, հա, ասենց ասած, որպես պրոյեկտ իրանց շատ ավելի մոտ է։ Դրա համար մենք մեր հայկական պրոյեկտը պիտի գծենք։ Այսօր հակաթուրքիական բլոկ է ստեղծում, որի մեջ Հունաստանն է մտել, Ֆրանսիան, Էմիրատները, Ջհուդները, Իսրայելն է մտած մեջը, Եգիպտոսն է մեջը մտած, մենք չկանք մեջը։ Լավա վատը չգիտեմ, դա պիտի համահայկական ժողով արվի, մի հատ ընդհանուր հայտարարի կան, գոյնավ ասենք մի 500 տարվա պրոյեկտ գծենք, ջհուդների մոտ 1000 տարվա պրոյեկտ է։ Այսօր աշխարհի ամենահզոր ազգերը ջհուդներն ու հայերն են, սաղ շախմատիստները կամ հայկական ծագում ունեն, կամ ջհուդական ծագում ունեն, իսկ չեմպիոնները լինում են հայ ու ջհուդի խառնուրդները։ Մենք պիտի մի հատ մտածենք, որ ազգերն են մեզ հարազատ, Հունաստանը, իտալացիները, իսպանացիները, գենետիկ, Թուրքիայի հալալ կեսը հայ են, բայց իրանք չգիտեն, որ հայ են, գենետիկ հայ են,
թուրքերեն են խոսում ու հայերին համարում են իրանց թշնամիները, գործ չկա անելու գրողներին, գրեք դրա մասին, գրեք ու ասեք դուք թուրք չեք, դուք հայ եք, եթե դուք թուրք եք, խի մոնգոլայական դիմագծեր չունեք, բոլորի դիմագծերը եվրոպական է, չէ որ թուրք սելջուկներն են եկել մտել Հայաստան եւ ձուլվել են հայերի հետ, մեկին 50 հարաբերությամբ, դրա համար բոլորը հայերին հունացիներին են նման։ Մի խոսքով հայ ժողովուրդ, մենք ճգնաժամային մառալն է ճգնաժամային, քաղաքական առումով նորմալ երկիրը իր հունով զարգանում է, ինչով կարանք պիտի մեր երկիրը ամրապնդենք ու գնանք առաջ, որ մեր երկիրը ավելի հզորանա, իսկ մենք ամեն ինչ անենք, որ ավելի թուլանա, դրա համար են որ ասում է 10 մտածի մեկը կտրի, լավ եղեք հայ ժողովուրդ, լավ եղեք